Պարոն Մելիքբեկյան, առաջին անգամ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հայտարարել եք, ես չեմ էլ ուզում մտածել 9-1 հաշվով պարտության մասին, եթե տեղի ունենա, ուրեմն ինչ-որ բան շատ վատ եմ անում։ Վերջերս Վրաստանի ընտրանուն 2 խաղերի արդյունքով հենց այդ հաշվով պարտվեցինք։ Ուզում եմ հարցնել, դուք որպես ՀՖՖ նախագահ ի՞նչն եք շատ վատ անում, որ Հայաստանի հավաքական այսպիսի ջախջախիչ պարտություններ եք գրում, որպես այդ ոլորտի պատասխանատու ինչու չեք հետևում երկրպագուների պահանջին եւ հրաժարական տալիս։ Մի երկրորդ հարց ունեմ։ ՀՖՖ-ն ԲԿՄ Գանձասար հանդիպումից հետո մեր տեղեկություններով ստացել է նամակ UEFA-ից, որտեղ նշվում է, որ խաղը եղել է պայմանավորված։ Մասնավորապես 4 ֆուտբոլիստ ըստ նույն նամակի միտումնավոր ազդել են հանդիպման երգի վրա։ Սակայն նրանք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև պարզապես լքել են թիմը եւ առանց խոչընդոտի դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա հարցս, ինչպես է ստացվում, որ ունենալով նման լուրջ փաստաթուղթ UEFA-ից, դուք ոչ միայն չեք դիմել իրավապահ մարմիններին, այլև որևէ տեսանելի քայլ չեք ձեռնարկել կանխելու նման դեպքերը ապագայում։ Շնորհակալություն։ Ուրեմն երկրորդ հարցը շատ հետաքրքիր էր ու կարևոր։ Առաջին հարցի վերաբերյալ այդ փոքրիկ մանիպուլյացիաները, որ անում եք, որ ասում եք 9-1, հետո ասում եք 2 խաղի արդյունքով 9-1, եւս մեկ անգամ, եւս մեկ, դա շատ լավ մանիպուլյացիա է, դա հետաքրքիր մանիպուլյացիա է, որովհետեւ համաձայն չեմ ձեր տեսակետին։ Չէ, ես 9-1-ին չեմ սպասում։ Ես ուզում եմ ասեմ, երբ որ մենք խոսեցինք, ես շատ երկար խոսեցի Վրաստանի, եթե ամեն հարց տվողը նորից անդրադառնալ է Վրաստանի խաղերին, ես այլևս չեմ կարող ավել բաներ ասել։ Ես կարող եմ սկսել ձեզ պատմել, որ Հայաստանի հավաքականը խաղում էր առանց իրենց առաջատարների, նոր մարզիչը ժամանակ չուներ, որոշ ֆուտբոլիստներ իրենց հնարավորությունից բավական ցածր խաղացին։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այն ինչը վատ եմ անում, ձեր հարցինի պատասխան, նախապատրաստական process-ը բավական լավ էր կազմակերպել Վրաստանի հավաքականի խաղի, խոսքը գնում է կազմակերպչական հարցերի, ադմինիստրատիվ հարցերի եւ այլն, իսկ մնացածը զուտ ֆուտբոլային տիրույթում է, որը մինչ օրս մենք շարունակում ենք վերլուծել եւ մենք կտեսնենք դեռևս այդ պարտությունների պատճառները ապագայում ինչպես կանրադառնան, ինչպես կլինեն։ Անդրադառնալով ձեր ԲԿՄ Գանձասար խաղի մասին։ Նախ, երբ որ դուք ասում եք լրջագույն փաստաթուղթ UEFA-ից, խոսելով պայմանավորված խաղերի մասին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020 թվականից եղել է պայմանավորված խաղերի դեմ պայքարող առաջին հենց այս ղեկավարությունը առաջին կառույցը եւ այդ գործերը բազմաթիվ գործեր մենք որակազրկել ենք 45 ֆուտբոլիստ, որակազրկել ենք թիմեր, շարունակաբար աշխատել ենք թիմերի հետ եւ աշխատել ենք նաեւ անհատ մարդկանց հետ, որպեսզի պարզաբանենք, բացահայտենք այդ ամենը։ Խոսքը գնում է նրա մասին, դուք ասում եք մի ոլորտի մասին, որով մենք ոչ միայն ամեն օր զբաղվում ենք, այլ ամեն օր կանխում ենք եւ ես ձեզ ասեմ, որ նվազումը Հայաստանում տեսական պայմանավորված խաղերի տեսական նվազումը գնահատականների շատ մեծ է եւ գրեթե ասել է սրոյի։ Անդրադառնալով կոնկրետ Գանձասար ԲԿՄ խաղին, ուրեմն եթե նախ իրավապահների հետ մենք սերտորեն աշխատում ենք բոլոր դեպքերով, երկրորդը, եթե մենք ստանանք որևէ փաստաթուղթ UEFA-ից, որևէ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա որակազրկել տալ իրավապահ մարմիններին, որպեսզի քրգործ հարուցել, մենք դա մեծ հաճույքով կանենք։ Մենք նախ ունենք այդպիսի դեպքեր, ես ասեմ, որ քրեական գործ հարուցվել են պայմանավորված խաղերով, հենց հիմա կա քրեական գործ, իհարկե դա տարիների վաղեմություն ունի, բայց այն շարունակվում է։ Եվ կա նաև օրենսդրական բաց, որի շուրջ մենք նույնպես հիմա աշխատում ենք, որպեսզի ավելի փորձենք նաև խոսում ենք մեր ազգային ժողովի գործընկերների հետ, որպեսզի փորձենք այնպիսի օրենք ընդունել, որպեսզի կարողանանք ավելի հեշտ անդրադառնալ այդ խնդրին, որովհետև հիմա մենք չունենք օրենք պայմանավորված խաղերի մասին։ Մեկ նման քրեական օրենսգրքում նման հոդված չկա։ Իսկ ինչ վերաբերում է դրան, ուրեմն որևէ փաստաթուղթ, որը կարող էր իրավապահների հետ համատեղ իրավապահներին տրվել եւ գործողություններ սկսվեին, մենք չենք ստացել, որևէ նման փաստաթուղթ չենք ստացել եւ ընդհանրապես այդ փաստաթուղթերը, որ UEFA-ից դուք ասում եք, դուք UEFA-ից ստացել եք, մենք բարբերաբար ստանում ենք միայն վերլուծություններ, ընդհանրապես վերլուծություն, որը քեզ հնարավորություն կտա հասկանալ։ Իսկ մնացածը դա Գանձասար ֆուտբոլային ակումբի տիրույթում է եւ ես կարող եմ պնդել, որ Հայաստանի այս պահին էլ մենք անընդմեջ մոնիտորինգ ենք անում իրավիճակի, անընդմեջ եւ մենք հատուկ հանձնախումբ ունենք, որը անընդհատ դրանով է զբաղվում, դա շատ մեծ եւ աշխատում է մեր UEFA-ի գործընկերների հետ եւ միակ մեր նպատակը, որ դաշտի մաքուր պահենք եւ ես կարծում եմ մեծապես դա մեզ հաջողում է։ Իհարկե ամբողջ աշխարհում է այդպես, խուսափել ամբողջովին պայմանավորված խաղերից հնարավոր չէ, բայց որքան դա հնարավոր է Հայաստանում դա արվում է։